Բարևներ բոլորին, դուք գտնվում եք իմ Carnivore Start ալիքում։ Ես թե ինչպես եմ սկսում եւ ինչպես եմ ստարտ տվել առանց շաքարի, առանց ածխաջրերի ու առանց մրգերի ու բանջարեղենների իմ Carnivore դիետան։ Այսօր իմ 4-րդ տեսանյութն է եւ այսօր ուզում եմ խոսել ինչպես կարող է մարդկանց օգնել մսային դիետան։ Ընդհանրապես ասում են, որ մարդը ամեն ինչա կեր է, ամեն ինչ կարող է ուտել։ Բայց եթե այդպես նայենք, նախ 1000 դարեր առաջ, ինչքան որ հիմա է արտադրություններում պատրաստվում տարբեր տեսակի սնունդներ, արտադրվում է տարբեր տեսակի սնունդներ, ածխաջրերով հարուստ, հին ժամանակներին եւ մեր նախնիների ժամանակներում չի եղել։ Չի եղել ոչ այդ քանակությամբ ոչ մրգերը, ոչ բանջարեղենները, ոչ քաղցրավենիքները, բայց եղել են բնական նախնադարում բնական ուտելիքներ, սնունդ, միսը, ամենակարևոր սնունդը միսը, մարդիկ որս են արել եւ ամբողջությամբ մսի օրգաններից բռնած գլխից մինչև պոչ կերել են։ Ոչ մեկ չի ասել սա թիակ ենք ուտում, սա ազդր, սա չգիտեմ, ճարպոտ է, սա անճարպ է, բոլորը կերել են։ Առաջինը, որ պետք է իմանալ, միսը հագեցվածության զգացմունքը երկար ժամանակ է պահում, քանի որ մսի մեջ պարունակում են ճարպեր եւ սպիտակուցներ, իսկ սպիտակուցները անհամեմատ շատ են պետք մեզ, մեր օրգանիզմին, մեր օրգանիզմի կառուցվածքը բջջանյութը հարստացնելու, ոսկորների, մկանների պնդացման համար։ Ամենակարևոր մակրոէլեմենտներից է ճարպը եւ սպիտակուցը, որոնք այդ երկու մակրոէլեմենտներն են, որոնք պատասխանատու են օրգանիզմի հորմոնների համար։ Ճարպերը եւ սպիտակուցները պարունակում են իրենց մեջ լիպծին եւ գրիլին։ Երկրորդ ֆակտորը միսը կարող է իջացնել շաքարի եւ ինսուլինի ռեզիստենսը, պահել հավասարակշիռ վիճակում։ Երբ որ մենք ուտում ենք ածխաջրերով հարուստ սնունդ, մեր արյան մեջ շատ արագ կերպով բարձրանում է արյան մեջ բարձրանում է շաքարի եւ ինսուլինի մակարդակը։ Դա վերաբերվում է այն մարդկանց, որոնք ունեն այնպիսի օրգանիզմ, որ հագեցվածության աստիճան չեն զգում հագեցվածություն։ Ինչքան ածխաջր ուտում են, այնքան ուտում են, ինչքան ուտում են, այնքան պարունակում են։ Որտեւ ինսուլինը հավաքում ճարպ է ստեղծում։ Ինսուլինի բարձր լինելը ճարպ է ստեղծում։ Երբ որ արդեն իջեցվում է ինսուլինի մակարդակը, նաեւ իջնում է շաքարի մակարդակը եւ կամաց ճարպը այրվում է օրգանիզմում։ Այսօր, եթե չհաշիվեմ, իմ կարծիքով այսօր 7-րդ օրն է, 6-րդ օրն է, երբ որ ես կարնիվոր դիետայի մեջ եմ։
Հիմա ասեմ իմ փորձից։ Առաջվա փորձը ի նկատի չունեմ, այլ մի քանի շաբաթվա։ Երկոր ես զգացել եմ եւ քաղց, եւ տանջվել եմ, որ քաղցրը չկա, եւ ամառվա այս գեղեցիկ օրերին մրգեր ու բանջարեղենները աչքիս առաջ են ու չեմ կարող վայելել, բայց դա անցողիկ էր, անցավ գնաց, փառք Աստծո, սկզբի օրերը թեկուզ եւ միսը ճարպը շատ էի օգտագործում, որպեսզի օրգանիզմս կարողանա հագենալ, բայց արդեն երեկվանից ես զգում եմ, որ ընդհանրապես ուտել չեմ ուզում, այսինքն ուտելիքը սկսել եմ շատ քիչ ուտել, կամաց քանակն է քչանում, կամաց ախորժակը փակում է, կորուստ տեղի ունենում ախորժակի կորուստ, եւ մարդը չի կարողանում, այնպես չի, որ սոված է, ուտում ես առավոտյան, իմ սննդակարգը այդպես, ես ուտում եմ ժամը 11-ին եւ 4-ին լինում է 4-ին, լինում է 5-ին ըստ օրվա։ Ու դրանից հետո մարդը չի մտածում ոչ մի բանի մասին։ Իդեպ ընդհանրապես ուտելը չես ցանկանում, ընդհանրապես կողմնակի հոտերը, կողմնակի ինչ-որ համովությունները մեր թխվածքների կամ ինչ-որ հացաբուլկեղենի ոչ մի ձևի արդեն ոնց որ ասում են վրաս չել ազդում։ Երբ որ դուք ուտում եք ածղաջրեր, շատ ածղաջրեր, ձեր ենթաստամոքսային գեղձը արտադրում է շատ ինսուլին ու շաքար, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ, նույնպես ածղաջրերը շատ են վնասում, բորբոքային պրոցեսները շատ են լինում։ Երբ որ հույսը մնում է միայն սպիտակուցի ու ճարպերի վրա, կամաց բորբոքային պրոցեսները բոլորը անցնում են։ Ես ասացի, որ ես խնդիրներ ունեմ մեջքի ցավի եւ ընդհանրապես հոդացավի հետ, ձեռքերի թմրվածության հետ։ Ես փոփոխություն շատ մեծ եմ զգում եմ, որ արդեն նախ ճկունություն եմ ձեռք բերում, ինչ որ մի բան արդեն ճկուն եմ անում, արդեն դանդաղ չեմ անում, ինչ որ շարժում ավելի ճկուն է լինում, որովհետև ցավը քչանում է մի քանի անգամներ։ Եթե ասեմ բոլորովին վերացել է, չէ, մի քանի օրով բոլորովին չի էլ վերանա, բայց մի քանի անգամներ ինքը շատ թեթևացել է, չոքերիս ցավը, մանավանդ չոքերի ցավ ու մեջքի ցավը, ադիշկանն է քչացել, այն որ սրտի աստիճաններով բարձրանում է, հեվոցը քչացել է, հիմա ինչքան էլ ես անընդհատ կրկնեմ, ասեմ, ալիքս նայողները, ովքեր նայում են, ովքեր ունեն այդ խնդիրները, նիհարելու խնդիր, ինչու՞ չէ, նույնիսկ եթե նիհար եք, ունեք հոդացավերի խնդիրը, կան մարդիկ, որ նիհար են, հոդացավեր ունեն քրոնիկական հիվանդություններ, ունեն պսորիազ, ունեն մաշկային տարբեր հիվանդություններ, ես այդ հիվանդության անունը մոռացել եմ, որ լրիվ մարդու մաշկը, որ կարմիր է, ասենց երեսներով, ընդհանրապես կարմիր մաշկը, այդպիսի մարդկանց մոտից էլ է դա վերացել։ Իմունային սիստեմը շատ լավ բարեկարգում է, իմունիտետ ես ձեռք բերում, քնքոտություն չկա, աշխուժությունը ավելի շատ է,
Այդքան պլյուսների մեջ ես ուզում եմ մինչև վերջ գնալ կարնիվոր։ Իդեպ ես այսօր շատ վիդեոներ եմ նայել կարնիվոր գուրուների, բնական է, մարդ կա փող աշխատելու համար, դե YouTube-ում ասում են, որ պետք է խիստ դասական դիետան պահես, մենակ տավարի միս, աղ և ջուր, բայց եկեք հասկանանք, որ իհարկե դա ավելի լավ է, դա էլ եմ օգտագործել մի քանի օրով։ Նախ մեր պայմաններում այդքան գումար չկա, որ ամեն օր տավարի միսը առնել, իսկ եթե նույնիսկ կա, մարդ ձանձրանում է անընդհատ նույն տեսակի միսը ուտելուց։ Էնպես չի, որ նա չի օգնում, սա օգնում է, նա օգնում է, նա չի օգնում։ Մսերի տարբերությունը, տարբեր մսերի ուղղակի կալորիականությունների տարբերություն կա և որ մի մսի մեջ ինչքան ճարպեր և ինչքան սպիտակուցներ կան։ Բնականաբար է, որ հավի և հնդկահավի դոշի մեջ ավելի շատ սպիտակուցներ են, անճարպ մասա սպիտակուցները ավելի շատ են, ճարպ չունեն նրանք, բայց եթե վերցնենք, եթե օգտագործենք առանց ճարպի մենակ զուտ սպիտակուցը, այդ դեպքում մարդու մոտ կառաջանա ուրեմն սիրելիներս, ինչ եմ ուզում ասել, ովքեր միացել են ու չեն բաժանորդագրվել ալիքից, խնդրում եմ բաժանորդագրվել, ովքեր դիտում են ու չեն բաժանորդագրվում, ովքեր մեկնաբանություններ չեն գրում, գրեք մեկնաբանություններ, գրեք ձեր կարծիքները, գրեք ովքեր կարիք ունեն ինձ հետ միասին ճանապարհ անցնել։ Ես ուրախ կլինեմ, կպատասխանեմ հարցերին և հա, մի բան էլ, ես երեկվա տեսանյութում ասացի, որ տանը կշեռք չկա, ես չգիտեմ, բնական է, ես մոտավորապես իմ քաշը գիտեմ, 130-ից 136 կլինի, ես մի քիչ էլ շատով եմ գցում, կշեռք լինելու դեպքում անպայման ես այդ հարցը կլուծեմ, կշռվեմ, քաշս կասեմ և ամիս 1 կշռվեմ և կիմանանք ինչքան քաշի կորուստ ունեմ, իսկ ինչ մնա քաշի կորուստը հենց հիմա էլ կա, հենց հիմա էլ ես զգում եմ իմ շորերից, ես ինքս ինձանից զգում եմ, թեկուզ քայլելու թեթևությունից, թեկուզ, բայց չեմ կարող ասել այս մի քանի օրում ինչքան նիհարած կլինեմ, միգուցե 3 կիլո, միգուցե 5 կիլո, դե բնականաբար նորից եմ ասում, դա հենց ճարպը չի, դա բոլոր հեղուկներն են ու ուռվածությունն է իջնում, որը կամաց ինքը բերում է լավ արդյունքի։ Փորձիցս ելնելով այս տարվա հունվարի կեսերից, եթե հիշողությունս չի դավաճանում, հունվարի կեսերից ես մինչև մարտի սկիզբը պահել եմ կարնիվոր դիետա, պահել եմ ու արդյունքը շատ գոհացուցիչ էր,
և քաշեի գցում և խնդիրները կամաց հարթվում էին։ Բայց այն ժամանակ, երբ որ ես այդ դիետան պահում էի, ես աշխատում էի նաև, գերհոգնածությունը ավելանում էր և միգուցե ինչ-որ միտեղ լիներ թուլություն, ինչ-որ միտեղ լիներ, որովհետև աշխատանքը շատ ծանր աշխատանք էր։ Իսկ հիմա նստած տանը ես այդ թուլությունը, այդ գերհոգնածությունը չզգալով ավելի թեթև եմ տանում։ Ճիշտ է, այն ժամանակ միգուցե և արագ էի նիհարում հաշվի առնելով աշխատանքը, բայց և նաև ես ուզում եմ կամաց, ոչ հենց հիմա, բայց կամաց նաև քայլելու պրոցես, ասենք քայլել, սուտ կլինի, որ ասեմ մարզանք, հիմա ես ի վիճակի էլ չեմ այս քաշով մարզանք անել, հարգելի պատճառով, որ իմ ոտքերս ու մեջքս չի թողի, որ ես մարզանքը անեմ, բայց հնարավորին չափ մտածել եմ այդ ուղղությամբ, որ նաև միգուցե և միասին քայլենք, միասին կգնանք գնումներ անելու, ինչու չէ նաև, թե ինչ միս բերենք, ինչպես պատրաստենք, այնպես որ խնդրում եմ գրեք մեկնաբանություններ, ինչ կուզենայիք, ինչ կողմով կուզենար ընթանալ ալիքը և իհարկե տարբեր հարցեր տվեք և պատասխանը կստանաք։ Սիրելիներս, այսքանով ավարտում եմ իմ 4-րդ վիդեոն, խնդրում եմ բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակի կոճակը, գրել մեկնաբանություններ, շնորհակալ եմ, ցտեսություն, մինչ նոր հանդիպում։ Մի բան էլ ասում են, որ մսային դիետայի դեպքում, նորից եմ ասում, վիտամիններ և այլ չկա, ինչ-որ C վիտամինի պակասություն և այլ, բայց բոլոր մսերի մեջ ամենահարուստ, ոչ մեկ չի կարող սպիտակուցը ստանալ այդ քանակությամբ, ինչքան ասենք բույսերից չես կարող, որ ասում են լոբազգուց, ոսպից, դա այն սպիտակուցը չի, ինչքան էլ դու ոսպ ուտես, ինչքան էլ դու լոբի ուտես, ինչքան էլ դու ընդեղեն ուտես, դու այդ սպիտակուցը չես հավաքի քո օրգանիզմում, ինչպես միսն է, դա ընդհանրապես վեգանների ասածն է, որ սպիտակուց կարող են, և նրանք ասում են կապ չունի, ինչքան որտեղից ենք այդ ամինաթթուները վերցնում, միևնույն է ստանում է օրգանիզմը, դա այդքան որակով չի, չենք ասում դա թունավոր է, դա չգիտեմ ինչ է օրգանիզմի համար, բայց դա այն չի, դա այն սպիտակուցը չի, ինչ որ գտնվում է մսի մեջ։ Իսկ առանց սպիտակուցների, նորից եմ ասում, օրգանիզմի կառուցողական ֆունկցիան սպիտակուցների մեջ է, մկանները, ոսկորները և այլն։ Հիմա խոսենք արտադրանքի մասին, արտադրում են տարբեր տեսակի, շատ համովություններ, նորից եմ ասում, մի քանի 100 տարի կամ 1000 տարի առաջ մարդիկ դա չեն արել, նույնիսկ դուք եք նկատել, որ բոլոր տեղ այնպիսի համեր, այնպիսի քիմիական ավելցուկներ են ավելացնում, որ մարդ անկախ իրանից կարա այդ չիպսերը ուտի, կոլաները խմի, կամ թեկուզ քաղցրավենները տարբեր տեսակի, կամ ամեն ինչը,
Դա իհարկե արտադրության մաս է, ոչ ոք դա մարքետոլոգներն են բան արել, մարդիկ առնում, ուտում են, իրանց համար всё օքեյ է, բայց դա ընդհանրապես ոչ առողջությանն է օգուտ, ոչ ընդհանրապես մարդուն պետքական բան է։ Շատ սպիտակուցների դեպքում մարդու մոտ կավելանա գլիկոզա, քանի որ սպիտակուցները օրգանիզմի շատի դեպքում սպիտակուցները նաև առաջացնում են գլիկոզա։